Պարոն Պապյան, այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է, ամեն տարի հայ ժողովուրդը իր վերաբերմունքը գետնի վրա փողոցում ընդ որում ամսի 23-ից արդեն սկսած երիտասարդները ջահերով երթ են կազմակերպում, երեք նաև Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները այրվեցին, հա, Փաշինյանը ասում է, որ դա սադրիչ է, դուք այդ երևույթին դրոշ այրելուն եւ ընդհանրապես երիտասարդների կողմից կազմակերպվող այդ միջոցառման վերաբերյալ ինչ կասեք եւ մասնավորապես այդ դրոշները, հա, այրելու։ Ջահերով երթին ես մի անգամ այն կողմ եմ, որովհետեւ դա շատ կարեւոր խորհրդանշական քայլ է, ի վերջո այդ հիշողության պահպանումը կողմը։ Դրոշ այրելով խանդավառ չեմ, բայց դա չեմ դատապարտում, այսինքն Նիկոլի նման, որտեղ իրանց իրավունքն է, դա արտահայտման, քաղաքական արտահայտման ձև է, այսինքն ոչ հայերն առաջինն են, ոչ վերջինը, եւ ասել, որ իբր սադրիչ է, ուրեմն ադրբեջանցիների կրակոցներն ու հարձակումները Հայաստանի սովետական սահմանների վրա սադրիչ չի, Թուրքիայի Հայաստանի շրջափակումը սադրիչ չի, երիտասարդների քաղաքական գործողությունը սադրիչ չէ, մենք բազմից ենք ասել, սպասարկումը ցավոք սրտի Հայաստանի ձևական վարչապետ լինող սպասարկումը Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Պարոն Պապյան, դուք Ադրբեջանի կողմից կրակոցները, հա, նշեցիք, հետաքրքիր է, որ արդեն 1 ամիս եւ ավել է Սյունիքում խոզնավար եւ խնածախ մեր բնակավայրերի վրա անընդհատ կրակոցներ կա եւ արի ուտես, որ հիմա նոր Փաշինյանը ինչ որ բանավոր, հա, ընդ որում որևէ գրավոր հայտարարություն պետական մակարդակով չի արվել ընդդեմ այդ գործողությունների եւ ինչու հանկարծ այս պահին հիշեց, որ ժողովրդի ասածով մի բերան խոսեմ լավ դրա մասին, որ ադրբեջանցի կրակում են։ Նիկոլ Փաշինյանին ու վարչախմբին բնավ ձեռնատու չէ իրականության բացահայտումը, որտեվ ինքը այս զիջումները, այս աննպատակ քայլերը հիմնավորում է նրանով, որ իբր սա բերումակայունություն, խաղաղություն։ Եթե իմանում է ժողովուրդը այդ կրակոցների մասին, հասկանում է, որ սուտ է, դա ձախողված քաղաքականություն է։ Հետևաբար, գիտեք, 21-րդ դարում այսպես է, չկա մեդիա դաշտում, չկա իրականության մեջ։ Իսկ եթե մարդիկ չգիտեն, առավել ևս իրենք պարբերաբար անհեթեթ երկումներ են անում, օրինակի համար, որ դա թիրախավորված կրակոց չէ կամ Հայաստանի դեմ չի ուղղված կրակոցները, բա ում դեմ է ուղղված այսքան ադրբեջանցին։ Չէ, այստեղ Նիկոլ Փաշինյանի այն կեղծ թեզը, որ կարելի է ամեն ինչ ուրանալով, զիջելով հասնել ինչ որ խաղաղության, այն էլ ոչ թե խաղաղության պայմանագրի համաձայնագրի ստորագրում սուտ է, չի լինի։ Հետևաբար Նիկոլը գնում է ընտրությունների, մինչ այդ ինքը պիտի ժողովրդին ցույց տա, որ ինքը հաջող արդյունավետ քաղաքականություն ունի, որը ոչ չկա նման բան։ Այո։